Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր փետրվարի 28։ Գիտենալով, որ ձեր անձերի համար ավելի լավ և մնայուն ստացվածք ունեք երկնքումը, Եբրայեցիս 10:34 խոսք։ Սա լավ է, մեր նյութական ունեցվածքն այստեղ շատ աննշան է, դրանցում էական ոչինչ չկա, բայց Աստված մեզ խոստացել է մնայուն ստացվածք ունենալ փառքի երկրում, և այս խոստումը լցնում է մեր սրտերը իր հավատարմության այնպիսի լիակատար վստահությամբ, որ մենք մեր ներսում գիտենք, որ այնտեղ ունենք հավերժական ունեցվածք։ Այո, մենք այն ունենք նույնիսկ հիմա։ Ասում են, ձեռքի մեջ եղած թռչունը ավելի արժեքավոր է, քան թփի մեջ եղած երկուսը, բայց մենք ունենք մեր թռչունը թե թփի մեջ, թե ձեռքի մեջ։ Երկինքը մերն է նույնիսկ հիմա։ Մենք ունենք դրա օրինական սեփականության իրավունքը, մենք ունենք գրավը, մենք ունենք առաջին պտուղները։ Մենք երկինք ունենք գնով, խոստումով և սկզբունքով, և այս ամենը գիտենք ոչ միայն ականջով լսելով, այլ ինքներս մեր մեջ։ Հորդանանից այն կողմ ավելի լավ կյանքի մասին միտքը միթե չպետք է մեզ հաշտեցնի մեր ներկայիս կորուստների հետ։ Մենք կարող ենք կորցնել մեր գումարը, բայց մեր գանձը անվտանգ է։ Մենք կորցրել ենք ստվերները, բայց էությունը մնում է, քանզի մեր Փրկիչը ապրում է, և այն վայրը, որը նա պատրաստել է մեզ համար, մնայուն է։ Կա ավելի լավ երկիր, ավելի լավ էություն, ավելի լավ խոստում, և այս ամենը մեզ հասնում է ավելի լավ ուխտի ներքո։ Ուրեմն եկեք ավելի լավ ուրախությամբ լցվենք և ասենք Տիրոջը. ամեն օր կօրհնեմ քեզ և քո անունը կգովեմ հավիտյանս հավիտենից։ Սաղմոս 145 գլուխ 2 խոսք։